Բարելույս բարեկամներ, եւս մեկ անգամ ողջունում ենք նրանց, ովքեր մեր հաղորդումը դիտում են վաղն առավոտից 9:30-ից, նաեւ առաջին անգամ այսօր ողջունում ենք նրանց, ովքեր նոր են արթնացել քնից եւ նոր են միացել հեռուստացույցը եւ ընտրել են սովորույթի ուժի համաձայն Երկիր մեդիա հեռուստատեսությունը, իսկ Երկիր մեդիայի եթերում տարվա բոլոր օրերին 9:30-ից մինչեւ կեսօր, մինչեւ ժամը 12-ը եթերում լինում է Բարև Երկիր ծրագիրը, ընթացքում իհարկե մեր տեղը զիջում ենք կլոր ժամերին, ժամը 10-ին, 11-ին, նաև Երկիրն այսօրին։ Քիչ առաջ ավարտվեց Երկիրն այսօր տեղեկատվական ծրագիրը, իսկ մենք այժմ շարունակում ենք մեր եթերը եւ իհարկե այսօր էլ ունենք ձեզ համար այս ժամանակահատվածում պատրաստած մի քանի տեսանյութ, նաև իհարկե հարցազրույց եւ այսօր մենք տաղավար ենք հրավիրել մի մարդու, ով մասնագիտությամբ ճիշտ է բժիշկ է, բայց նրա հետ մենք այսօր որևէ առողջական խնդիրների մասին չենք զրուցելու։ Ներկայացնեմ նրան Զաքար Խոջաբաղյան, մարդ, ում հյուրընկալելու առիթն ու պատճառը ես հիմա կասեմ, շատերս ենք տանը աշխատավայրում ազատ ժամերին օգտվում համացանցից եւ վերջին շրջանում իհարկե շատերը ժամանակ են անցկացնում նաեւ սոցիալական կայքերում, դրանցից մեկը կարծում եմ շատերիդ է լավ ծանոթ Facebook-ն է, Facebook-ում կա մի այսպիսի հասարակական նախաձեռնություն խումբ Edge, որը կոչվում է հեռուստաեթերի մաքրման պահանջ եւ Զաքար Խոջաբաղյանը հեռուստաեթերի մաքրման պահանջ հասարակական նախաձեռնության անդամ է։ Մենք էլ նրան այսօր հյուրընկալել ենք մեր ծրագրին իմանալու համար, թե ինչից են ուզում մաքրել հեռուստաեթերը։ Այդ ինչ մի սարսափելի հաղորդումներ, ֆիլմեր, չգիտեմ, երաժշտական տեսահոլովակներ են հայտնվում մեր ամենատարբեր ալիքների եթերներում, որ նրանք էլ ցանկանում են մի տեսակ մաքրել, կհասկանանք, թե ինչ միջոցներով եւ ինչը։ Զաքար, բարի լույս։ Բարև ձեզ։ Կիրակի առավոտյան հանգստի փոխարեն եկել եք մեզ մոտ եթեր, կներեք, եթե մեր պատճառով շատ շուտ եք արթնացել։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Կիրակին լավ օր է, ընդհանրապես, որտեղ տարվա շաբաթվա առաջին օրն է, ըստ հայկական օրացույցի, արևի օրն է, միաշաբթի է, արևն էլ հայկական բարձր տրամադրության կենսական նշանակություն ունեցող կարևոր օբյեկտ է։ Ճիշտ է, լավ նշեցիք հասարակական ակտիվության, որովհետև դա իրոք հասարակական պահանջ է եւ մոտավորապես 2000-ից ավել մարդ կա նախաձեռնության մեջ կոնկրետ գործով, քանի որ բնականաբար պետք է հաշվի առնենք, որ ոչ բոլորն են օգտվում համացանցից, բայց տարբեր տեղերում, տարբեր առիթներով երբ որ խոսք է գնում, խոսում ենք, պարզվում է, որ իրականում հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ բավականին կոշտ ու դժգոհ են ընդհանուր առմամբ հեռուստաեթերի որակից, մասնավորապես բավականին շատ են ապազգային, ոչ ազգային ուղղվածությամբ հաղորդումները, որոնք ոչ ճիշտ պրոպագանդա են տանում։ Հատկապես լավ արտահայտվում է երիտասարդության խոսելաոճի, երիտասարդության աշխարհայացքի ընկալումների մեջ։ Մասնավորապես տարբեր ալիքներով, տարբեր սերիալային, հումորային հաղորդումների միջոցով բավականին ակտիվ ձևով քարոզվում է քրեական ինչ-որ կենսակերպ, գողականությունը ըստ էության ոչ թե կոնկրետ գողականության, այլ կոնկրետ քրեական կրիմինալ ու գողականությունը լրիվ ուրիշ բան եմ ես համարում, բայց կոնկրետ ուղղվածությունը լրիվ այլ տեղ է տանում։ Սպանություններ, ջարդեր փշտել, ավիրել, աղջիկ տղա փոխհարաբերությունների ոչ ճիշտ մակարդակ, ձեռ առնել իրար հանդեպ, մասնավորապես սերիալներ էր գնում տգետ ու ամբարտավան բիրտ պահելաձև է քարոզվում։ Դա առաջացնում է հասարակության լայն շերտերի դժգոհություն, ընդ որում ոչ միայն զուտ կենցաղային մակարդակով, այլև կան բավականին լուրջ աշխատություններ արդեն, վերջերս լույս տեսավ Վահրամ Միրաքյանի հեռուստաեթերի այդ բովանդակության հետ կապ նախ ինքը բավական շատ հոդվածներ է գրել գիտական, եթե չեմ սխալվում, այդպես ագրեսիվ հեռուստատեսության հետևանքները, հա։ Այո։ Իդեպ նա մեզ հյուրընկալվել է, երբ որ գիրքը նոր էր լույս տեսել, հա, մոտ 15-20 օր առաջ մենք մի փոքր նաև դրա մասին զրուցել ենք, շարունակեք։ Կարճ ասելիքս նրանում է, որ բավականին անգամ գիտական մակարդակով տարբեր վերլուծություններ են կատարվում այդ ուղղությամբ եւ չնայած ամենատարբեր պահանջներին հասարակական լայն շերտերին, կարծես թե ուխտի ականջում քնած կամ ինչ որ հակառակ
աշխատանք է տարվում, մասնավորապես ռեյտինգների տեսակետից փորձում է ցույց տրվել, որ իրոք դա պահանջարկ է, բայց հաշվի չի առնում մի քանի կարևոր հանգամանք, մասնավորապես պատկերացրեք այսպես մի բան, օրվա ամենապիկ ժամին մասնավորապես երեկոյան, որ հիմնականում աշխատանքից հետո մարդիկ հեռուստացույց են դիտում, դրված է սերիալներ, ընդ որում սերիալները մեծ մասամբ կրկնվում են օրվա մեջ 4 անգամ։ Այսինքն ուզես թե չուզես, ինքը ապահովում է քեզ ռեյտինգ։ Ու եթե հաշվի չի առնում այդ ֆակտորը եւ ընդհանրապես ցույց է տալի թե որ հաղորդումը ինչքան է դիտվել, բնականաբար դա պետք է կեղծ թիվ ցույց տա, որ հա բարձր է եւ պահանջարկ է։ Մինչդեռ իրականում, ասենք գիշերվա ժամը 1-ին հմեկով օրինակ նժդերի վերաբերյալ հաղորդում է դրվում կամ հերոսական բալլադ կամ ազգային հաղորդում եւ դա առաջին 5-ի մեջ է մտնում։ Այսինքն ազգային հաղորդման պահանջարկ ոչ միայն բավականին բարձր է ազգային հաղորդումների պահանջարկը, բայց չգիտես ինչի որոշ ուժեր ասեմ, որոշ մարդիկ ասեմ, փորձում են կամ միտումնավոր կամ այլ պատճառներով խուսափել ազգային հաղորդումներից եւ ներկայացնել, որ դրա պահանջարկը չկա։ Դա սխալ է, որովհետեւ ամենահասարակ փողոցում ցանկացած ազգային միջոցառում բավականին մեծ խմբով մարդկանց է շուրջ համախմբում, սկսած պարերի ուսուցման, ծրագրից որ Կարին Խումն է անում եւ նա տարբեր հասարակական նախաձեռնությունների վերջացած ազգային երգի հայֆոնի մրցույթով, քայլերթով բարդ է, իրականում թվում է թե խոսում ենք, ինչ որ բողոքում ենք, խասյաթի համաձայն։ Շատերն են բողոքում, շատերը տանն են ընդհանրապես բողոքում, հարազատների շրջապատում են բողոքում, ընկերների հետ հեռախոսազրույցներում եւ այլն։ Դուք որոշել եք ինչ որ քայլեր ձեռնարկել եւ ուզում եմ հավատալ, որ նաև արդյունքի պիտի ասնեք, բայց ինչպես անկեղծ ասած ես չեմ պատկերացնում։ Ես մի փակագծերը չեմ բացի, որովհետև հեռուստաեթերի մաքրման պահանջ հասարակական նախաձեռնությունը Facebook-ում միայն երևացող մասն է, ինչ որ արվում է, եւ ավելի շատ նպատակ ունի գաղափարի ռոպագանդան խնդրի վերհանման, բայց արվում է որոշակի քայլեր, բնականաբար բոլորը օրենքի շրջանակներում։ Հա դա է ուզում հարցնել։ Առաջիկայում կմիանան նաև ավելի հայտնի մարդիկ, ավելի անվանի մարդիկ իրենց պահանջով։ Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, ասել թե ինչ է սպասում, որովհետև կան ուժեր, որ կփորձեն խոչընդոտել այդ ամենին։ Ամեն դեպքում ինչ-որ դավադրություն եք տեսնում թաքնված հայ ժողովրդի հանդեպ։ Չէ, ընդհանրապես ավելի բացահայտ քայլ, բայց որոշ կազմակերպչական աշխատանքներ դեռ ընթացքի փուլում են եւ չեմ ուզում ժամանակից ուղղակի առաջ ընկնել։ Բայց շուտով բավականին մեծ ալիք կլինի ընդհանրապես հեռուստաեթերի ոչ թե դեմ, այլ հանուն հեռուստաեթերի որակի բարձրացման, այսինքն մենք պահանջ դնում ենք ոչ թե սերիալների դեմ, ընդհանրապես սերիալ որպես երևի դա ժանր է, նորմալ բան է, այլ դրվում է որակի եւ ասելիքի բովանդակության վրա շեշտը, այսինքն դու երեխային տալիս ես օրը 4 ժամ մենակ կրիմինալ, մենակ սպանություն, ջարդ, փշրել, ինչ որ էրոտիկ բնույթի բաների կամ ասենք ինչ որ ալիքով օրինակ արգելված է էրոտիկ եւ պորնոգրաֆիկ բնույթի նյութեր, հա, եւ 12-ից հետո է տալիս, ATV-ով տալիս են Sex Poker քաղաքում հաղորդում, դրա գովազդը հաղորդման տարբեր հատվածներով ցույց են տալիս 10-ին, այսինքն խորամանկություն են ըստ էության անում հաղորդման մեջ, թվում է թե 12-ից հետո, բայց գովազդը մտնում է ոչ 12-ից առաջ, այսինքն կամ թվում է թե մենք խոսում ենք, բողոքում ենք, մեր դեմ ոչ ոք չի պայքարում, մենք ուղղակի մեզ ինչ որ ցած մտածում ենք, որ մեր ազգի դեմ պայքարում են, բայց չէ, աստիճանաբար համոզվում ենք, որ մենք բավականին հզոր ազգին, բավականին հզոր ժողովուրդ ենք ու եթե այդպես չլիներ, ապա մի քանի գերհզոր տերություններ, մի քանի գերհզոր եւ կենսաբանորեն հակառակ քաղաքակրթություններ այդքան ինտենսիվ աշխատանք չէին տանի մեր դեմից։ Մի փոքրիկ երկրում ապրող մի 3 միլիոն կամ ավելի քիչ թե շատ ազգի նկատմամբ բավականին ուժեղ ագրեսիվ այդ կարգի հաղորդումները, ֆիլմերը, որոնց դեմ դուք պայքարում եք կամ որոնց դեմ եք ելել, իսկապես խաթարում, քանդում, փշրում են այն ինչ մենք ունենք, ինչով հպարտանում ենք, ինչով հպարտացել ենք, ինչը մեր, ինչ ասեմ, հարստությունն է եւ հարատևման գրավականը։ Իսկապես այդպես է։ Հասարակ ամենահասարակ բանը ակտիվ կերպով հարված է գնում հայկական ընտանիքին։ Հայկական դասական ընտանիքի մոդելը քայքայվում է։ Պարզ բան ասեմ, Արմենիա ալիքով կյանքի գինը սերիալ էր գնում։ Թվում է թե լավ սերիալ է, բոլորը նայում էին։ Սերիալը վերջանում է նոր տարվա գիշերը, ժամը 12-ից առաջ, ու որպես լավ ավարտ տրամաբանական ամբողջ ազգը բնականաբար հեռուստացույց է նայում ու
ընդհանուր բովանդակությունը չգիտեմ ծանոթ եք ոնց է եղել եւ այլն բարբերաբար պատահական նայել եմ որ sense է ստացվում հայրերը իրանց տղաների ճակատը պաչում են ասում են ապրեք բալաջան որ տուն հարս եք բերել այդ հարսն էլ իրանց հայրերի սիրուհին է ըստ էության որ մի որոշ ժամանակ չէին իմանում այդ աղջիկը հեղի է հորից թե տղայից Իսկապես հա ու դա ստացվում է որպես լավ ավարտ որ չէ վերջապես ամեն մեկը իր մուրազին հասավ այն տղան են աղջկան բերեց տուն հարս են հերը իր հասկացա որ նա իր կեսը չի դա ամենապրիմիտիվ օրինակն է ասենք սկսած նրանից որ նայում ես նույն ալիքով ինչ որ աղջկա կերպար որ բերանը ծամածռելով խոսում է ձեր աղբորը սպանել են պետք է սենց անեք կամ ասենք նույն ձեր ջահել լակոտը աղջկա հանդեպ վերաբերմունք է ցույց տալիս ով ասում թե այն ժամանակ նախկինում մենք հասարակությունում նման բան կա թե չկա խնդիրը այստեղ ոչ թե հասարակությունում նման բան լինել թե չլինելն է այլ այդ երևույթը ակտիվ պրոպագանդել հասարակության մեջ պարզ բան ասում են մենք հասարակական կենցաղ ենք ներկայացնում հասարակ բան եմ ասում մի 5-10 տարի առաջ գալեբո բառը եթե տան մեջ ինչ որ մեկը ասեր կտային կսպանեին այսօր Երևան հաղորդման այդ արդյունքում պրոպագանդայով ամենապուճուր երեխայից մինչև ամենավերջը այդ բառը ոչ միայն ասում են որպես հումոր է վերաբերում երևույթը ըստ էության որ ինքը կենսաբանական արատ կարելի է համարել ներկայացնում որպես հումորային ծրագիր տոլերանտությունը ձևավորվում հանրության մեջ այսինքն սեղ ոչ թե հանդուրժողականության անհանդուրժողականության մասին է խոսք գնում այլ երևույթի ընկալմամբ եւ դրա նկատմամբ վերաբերմունքի բայց դրա միակ լուծումը կա օրինակ ես դա թույլ տվեք ասել հաջողությամբ կիրառում եմ իմ բնակարանում իմ 3 փոքրիկները բնականաբար նման ոչ հումորային հաղորդում են նայում ոչ էլ սերիալ եւ ես ինչ եմ արել պատնեշել եմ ընդամենը հասկանում եք խնդիրը որտեղ հանրության մեծ մասով դուք ունեք ինտերնետ քաղաքում մայրաքաղաքում կան քիչ թե շատ ավելի այլընտրանքային միջոցների ժամանցի հատկապես մարզերում օրվա երկրորդ կեսին եւ ամենքները վերջին հեռուստացույցից բացի ոչ մի բան չկան, որում կոնկրետ մի քանի ալիք է ցուցադրվում, այդ ալիքների մեծ մասը կոնկրետ այդ ժամին սերիալներ են ցուցադրվում, իսկ սերիալները ինչ է պրոպագանդում, չգիտես ինչ։ Համենայն դեպս ոչ ազգային արժեքներ։ Իսկ դա ուղղակիորեն խարխլում է հիմքը։ Մեր երկրի ղեկավարը, պարոն նախագահ ասաց, որ մեր պետականության ազգային հիմքը ընտանիքն է։ Մինչդեռ այսօր ակտիվ պրոպագանդա է արվում ընտանիքի դեմ։ Տարբեր երևույթներ ինչ որ փորձում են դպրոցում ներմուծել սեռական դաստիարակությունը, նախ այդ բառակապակցությունը պետք է փոխել, վերարտադրողական առողջության մասին կրթություն, որտեղ նա ասոցիացում է լրիվ այլ բանի հետ, իսկ դա լրիվ այլ բանի հետ։ Եվ երկրորդ դպրոցներում ոչ թե պետք է ինչ որ սեռական դաստիարակություն մտցնել որպես առարկա, որպես այլ հայկական ընտանիքի մոդելը, դասական ընտանիքի մոդելը որպես հարատևության լինելության գրավական։ Ինչից ենք դժգոհում, մենք բոլորս ենք ընտրել եվրոպական ուղին գլոբալիզացիայի գիրքն ենք ընկել մեզ լավ ենք զգում ետ չմնալով եվրոպական առաջադեմ արևմտյան երկրների Գիտեք, այսպեսի մի բան է, նախ դեմոկրատիա հասկացությունը ի սկզբանե եղել է Հայաստանում, սկսած շումերական ժամանակներից, եւ դա ոչ մի կապ չունի ըստ էության եվրոպական արժեքների հետ, այսինքն ոչ թե ոչ մի կապ չունի, այլ համամարտկային արժեքները պետք չի փորձել ներկայացնել որպես եվրոպական արժեքներ։ Խոսքի ազատություն, ընդհանրապես մարդու ազատություն, ընտանիքում դրվածք, դրանք համամարտկային արժեքներ են, կնոջ հանդեպ հարգանք, մարդու հանդեպ հարգանք, տղամարդու հանդեպ հարգանք, դրանք համամարտկային արժեքներ են, ոչ թե ինչ որ եվրոպական կամ ամերիկյան կամ հայկական, դա համամարտկային արժեքներ են։ Այսօր անդադ փորձ է արվում ու սխալ ուղղությամբ է տարվում եվրոպական արժեքներ բառակապակցությունը պրոպագանդա, դա համամարտկային արժեքներ են։ Ընդ որում եթե խոսենք նրանց, որ այսօր ամբողջ Եվրոպայի իրավական համակարգի Մխիթար Գոշի դատաստանագիրքն է եւ դեռ այսօր մեր մատենադարանում կա 1288 թվականի արտագրությամբ Վաչագան Բարեպաշտի Արցախյան թագավորության դեմոկրատիայի ժողովրդավարություն սկզբունքներով սահմանադրությունը չարվել։ Մենք տեղյակ չենք մեր պատմությունից ընդհանրապես։ Ես գնացի ավագ դպրոց մեր ընկերներից մեկի նախաձեռնությամբ ավագ դպրոցներից մեկում դասից դուրս ծրագիր էր իրականացնում ինչ որ սեմինարներ պարապմունքների մի անգամ ես գնացի այնտեղ խոսում էի սկսեցի ժառապատկերներից հայկական էպոս հայոց արժե համակարգ հայկական ընտանիք եւ այլն եկա հասա Անդրանիկ Կոզանյան Գարեգին Ժդեր Արցախյան պատերազմի դուշման Վարդան ասում ով է այս մարդը չի ճանաչում ասում թե կռվել է
մի քանի այսպեսի հարցից հետո կատաղեցի, ասեցի տղա ջան, ասի քո դիմաց նստած աղջիկը քեզնից պիտի ամաչի, բայց ինքը իրան ավելի զուս պահում։ Ես դու քեզ ցինիկ ես պահում։ Վիրավորեցի, բանով թասի շարվեց, ասեց, լավ ասում, ճիշտ ես ասում։ Ես ընդունում եմ քո ասածը, բայց ես ինչ մեղք ունեմ, ոչ դպրոցում են ինձ տալի, ոչ դասագրքում կա, ընդհանրապես գրքում չկա դրա մասին գրած։ Հեռուստատեսությամբ չի ասվում։ Թույլ տվեք մի քիչ պաշտպանվել այս առումով եւ այս խոսքի վրա, համենայն դեպս կարծում եմ հարվածները երկիր մեդիայի վրա շատ չեն ուղղվում, որովհետեւ այնինչ դուք թվարկեցիք, թողներեն ինձ մեր մնացած բոլոր գործընկերները, բոլոր հեռուստաալիքների, բոլորը չէ որ պատրաստում են այնպիսի ֆիլմեր ու հաղորդումներ, որի մասին Զաքարն էր խոսում, բայց համենայն դեպս կարծում եմ երկիր մեդիան այս առումով կարող է բաց ճակատ կանգնել ցանկացածի առաջ։ Եթե երկիր մեդիային ասելիք կա, խնդրեմ սիրով։ Ես չեմ շեշտում ձեր ասածը, որովհետև քիչ թե շատ ազգային ուղղվածությամբ, եթե այսպես ասենք, կողմնապահությամբ չասենք, երկիր մեդիայում կան որոշ այլ ալիքներ, որոնք ունեն թեկուզ առանձին հաղորդումների մակարդակով ազգային ուղղվածություն։ Ես չեմ ասում, օրինակ հմեկներ ունի երկերկոց հաղորդաշարը, որը փայլուն հաղորդում, ասենք, մեր խմբում մենք ոչ թե ընդամենը քլնգում ենք ինչ որ եթերին, այլ լավին լավ ենք ասում, վատին վատ ենք ասում։ Մենք բավականին ողջունում ենք Հայաստան ծրագիրը, որ ազգային ռոպագանդայի երկերկոցը, մենք ողջունում ենք կենտրոնալիքի պարբերաբար ազգային թեմաներով երկիր մեդիանայով, բայց միևնույն ժամանակ առանձին ընդհանրապես ես բոլորը կարող չթվեմ, բայց խոսքը վերաբերում է ընդհանրապես արատավոր ուղղվածությանը դար 21 ալիքով առավոտը ցիրիկուն կլիպ են ցույց տալիս, ասենք 15 տարի կիսամերկ դեմ մարմիններ են ապարում։ Առավոտը ցիրիկուս այն ինչ նկարվում է, ինչ նախադրվում է երկիչ եւ չէ, գիտեք ինչ նախ սկսենք թե ինչա նկարվում։ Աբովյան փողոցի պլանի գլուխից մինչև հրապարակ իջնենք եւ նայենք գովազդի ցուցանակներին։ Ոչ մի հայկական հայեցի դեմք չենք տեսնի։ Բավականին ուժեղ տենդենս կա տարբեր հաղորդումների, հաղորդավարների տեսքով, ուրեմն ոչ հայեցի արտաքին է։ Հեռախոսազանգ ունենք, հա, լսենք ով է զանգահարում եւ ինչ հարց ունի։ Բարև ձեզ։ Մենք ձեզ չենք լսում։ Լսում եք դուք մեզ։ Լավ, հավանաբար կապ ընդհատվել է, ինչի վրա կանգ առանք, հա, ինչ վերաբերում է տեսահոլովակներին, նույն բարև երկիր ծրագիրը, որ նաև երաժշտական է, տեղեկատվականից զատ, օրինակ մենք շատ հաճախ խնդիր ենք ունենում լավ տեսահոլովակ ցուցադրելու, որովհետև այն ինչ որ դուք եք ասում, պարզեն մենք չենք ուզում մեր եթերից հեռացակել։ Այսպեսի մի հատ տենդենս կա, օրինակ Սահակ Սահակյանին կարծես բոլորը ճանաչում են, որպես երկիչ։ Նու մեր սերնդի ներկայացուցիչները, մեզնից ցածր։ Կապը կա։ Բարև ձեզ։ Բարև Վարդան ջան։ Ողջույն։ Ես շատ սիրում եմ ձեր հաղորդումը, որ իրոք ազգանպաստ է։ Սերը հետո թողնենք, հա, եթերից հետո մեր շնորհակալություն, մեր հյուրին հարցնենք։ Շատ էր հաղորդումը։ Այդ տղայի անունը չգիտեմ, Զաքար Խոջաբաղյան։ Այդ ինչ լավ թեմա է բարձրացրինքը։ Այդ սերիալներից ուղղակի կներես այդ արտադրության համար զզվում ենք արդեն։ Ախր ոնց կարելի անընդհատ թույնավորել։ Բայց նայում եք, չէ՞։ Ինչպես։ Նայում եք, չէ՞, սերիալներ։ Չէ։ Չեք նայում։ Այսպես բանով, ստուգելով, մի քանի րոպես ես նայում ես, ուզում ես իմաստ հասկանալ, իմաստ չկա։ Այդ ինչ են տալիս, ջայել հարսը մտնի այդ տունը, թունավորի կեսուրա, չգիտեմ, ամուսնուն, չգիտեմ ինչ։ Մի խոսքով ես ոչ մի իմաստ չեմ տեսնում։ Հարց ունեք, տիկին։ Թե պարզապես ասում եք, որ Զաքարը եւ իր ընկերները լավ գործ են անում, ճիշտ գործ են անում։ Շատ լավ գործ են անում, ապրի Զախարը, եթե իր անունը Զախարը։ Զաքար։ Թող շարունակեն իրաց նման երիտասարդները, թող շատ լինեն։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Զաքար, մի հարց էլ պարզապես կարծես մեզ հատկացված ժամանակը մոտենում է իր ավարտին, հա։ Նրանք ովքեր ձեր էջին ծանոթ են եւ առասարակ Facebook-յան այս անցուդարձերին ծանոթ են, կարծես թե հիմա սկսել եք ճնշել կյանքի խոսք, ինչ ասենք, աղանդին, հա, համենայն դեպս աղանդ ենք համարում, պայմանական թեկուզ ասենք։ Ինչ են արել ձեզ այդ խեղճ մարդիկ։
ես չգիտեմ, խմբում բարբերաբար մարդիկ դեմոկրատիա է, մարդու ունի խոսքի ազատություն, կարա իր կարծիքը արտահայտի։ Կոնկրետ այդ մարդիկ ինչ որ որպես աղանդ միգուցե կամ որպես կրոնական կազմակերպություն ես կխուսափեմ որակավորում տալուց, երևի ինչ որ բան չեն արել, բայց հետաքրքիր է, որ փաստորեն մարդիկ, որոնք կոնկրետ կպնում են ազգային ընտանիքի, մասնավորապես վիտամին ակումբի եւ այլն, խոսակցությունների, ասեկոսների համաձայն պատկանում են այդ կրոնական կազմակերպությանը, ասենք Անժելա Սարգսյանի մասին է խոսվում, Կամո բլոգի մասին է խոսվում, վիտամին ակումբի մասին է խոսվում եւ տարբեր ասեկոսներից լսում ենք, որ այդ մարդիկ պատկանում են կյանքի խոսք կրոնական կազմակերպությանը, ու շատ տարօրինակ է, որ բոլորը տանում են հակառակ ազգային ավանդական ընտանիքի դեմ պայքար։ Ակնհայտ պայքար, Կամո բլոգը եթե կանգնեցի հայ աղջիկը պետք է մեր կանա, դա ասենք ոչ մի բարոյական նորմի մեջ չի տեղավորվում, դա մարդու անբարոյական էության արտահայտում է։ Ու բայց չէի ցանկանա շեղվել այդ թեմայով, որովհետև կա խղճի ազատություն ամեն մարդ ինքն է, ընտրում է, ուղղակի պետք է մարդ հասկանա, որ գոյությունի զոմբիացման վտանգ եւ պետք է մատուցել, ասենք պատկերացրեք այսպես մի բան, առյուծը ծնվում է կորյուն։ Իրեն ասում են դու ազատ ես, կարաս ընտրես դառնաս վագր, փիղ դառնաս, կարաս դելֆին դառնաս, կատու, ծիծեռնակ կարաս դառնաս, ինչ ուզում ես կարաս դառնաս։ Իրեն չեն ասում, որ ինքը կարա առյուծ դառնա։ Ինքը իրեն թվում է թե ազատ է մեծ բազմազանության մեջ ինչ կամքով ընտրել է ինչ որ բան, բայց ի սկզբանե արդեն սխալ է դրված։ Իր բուն էությունը չկա այդ ցուցակում։ Առուտ, այսինքն ստե հարցը դրվում է ոչ թե ինչ կարա ընտրի, այլ ինչ չի ընտրի։ Մեր ազգին եթե չտանք ազգային մտածելակերպ, ամեն կենթանի առուծը կամ ասենք արագիլը իր ձայքին որսանելու ապրելա սովորում կատունել իր ձայքին։ Արագիլը արագիլի բառերով Արագիլա բարոն, նա իր բառ եւ պատկեցեք հակառակ ինչ որ ձևով է սկսում, խառնվի, այսինքն պետք է ամեն ազգ իր տեսակին հավատարիմ մնա ու տեղ է սկսում համամարտկայինը։ Որտեղ ամեն օրգան իր ֆունկցիան ունի, բայց բոլորը իր ամբողջական օրգանիզմի մեջ կարևոր դեր են կատարում։ Պատկերացրեք, լյարդը իրան սրտի տեղ է դնում կամ ասենք սիրտը իրան դնում է թոքի տեղ։ Ամբողջ կխառնվի իրար։ Ամեն մեկը պետք է իր բժիշկը, չէ՞։ Ամեն մեկը պետք է իր մասնագիտությամբ բժիշկ է, բայց ինչպես սկզբում ասացի, մենք առողջական խնդիրներից այսօր չզրուցեցինք, այլ Զաքար Խոջաբաղյանին հրավիրել էինք որպես հեռուստաեթերի մաքրման պահանջ հասարակական նախաձեռնության անդամի, կարծում եմ հետաքրքիր զրույց էր, գուցե մի մասը ձեր կիսեցին Զաքարի տեսակետները, ոմանք ոչ, իհարկե կամքը ձերն է։ Ես ուղղակի այսպես մի բան կուզենայի ասել, պասիվությունը դրական կամ բացական ի վնաս մեզ կարող աշխատի, այսինքն պատկերացրեք այսպեսի մի բան, խմբում 2000-ից ավելի անդամ կա, դրանց մեծ մասը ընդհանուր առմամբ եթերի վատահարությունից դժգոհ են, այնինչ ռեյտինգները ցույց են տալիս, որ գոհ են ու բողոք չկա։ Դա նրանից է, որ մարդը դժգոհ է հեռուստաեթերի կոնկրետ որակից, բայց իսկ կարծիքը չի արտահայտում։ Այսինքն ասում մեկը այսօր մենք այնպեսի երկրում ենք ապրում, որ խոսքը տեղ հասնում է, իրոք հասնում է։ Դա փորձով ցույց է տրվել տարբեր հասարակական ակտիվությունների ակտիվ կազմակերպությունների ցույց է տրվել, որ մարդու խոսքը տեղ հասնում է։ Ուղղակի պետք է մատուցել ճիշտ ձևով։ Շնորհակալություն, մենք էլ ողջունում ենք ձեր նախաձեռնությունը, հաստատ դրանից հեռուստաեթերը չի տուժի։